Բաքվում երեկ կայացել է հայ գերիների, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ հնչեցվել են իբրև թե վկաների ցուցմունքներ Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում 1988-ից 1991 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Արցախի նախկին ղեկավարության եւ մյուս գերիների գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի եւ վերջինիս աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ենթադրյալ ծեծկրտուքի միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը եւ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը։ Կատարվում է նախաքննություն։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձել է իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործին։ Նա դատարանի դիմաց պատասխանել է լրագրողների հարցերին, կարծիք հայտնելով, որ իր որդին ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Երբ որ ինքը գնաց Սրբազանի դատին, ես ճիշտ ասած իրեն ասեցի, որ քեզ անպայման կկալանավորեն կամ մի բան կանեն գլխիդ ու տեսանք էլի տարու կես չգիտեմ անցել է թե տարի անցել է ինչ որ մի բան շիբին թափելու շիբին որ տանում փողոցները թափում են դրա համար ասում են բանը 90,000 է կազմում որ ասենք քաղաքապետարանը դա որպես գույք նստած չէ արժեք չի ներկայացնում ոչ եմ նմանատիպ բաներ էլի ծիծաղի առարգա Արարատ լեռան պատկերը Հայաստան մուտքի եւ ելքի վիզաներից հանելու որոշումը թուրքերին հաճոյանալու համար է։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով կառավարության որոշմանը։ Սա թուրքական բացահայտ նախապայման է, որը դեռ դրվել է 90-ականներից Արարատ սարի սիմվոլիկան չօգտագործելու եւ Հայաստանի իշխանությունները սկսում են ամենափոքրից, հա, մուտքի այդ կնիկների վրա պատկերված Արարատը հանելով եւ կարծում եմ, որ այդ գործընթացի վերջնափուլը լինելու է զինանշանի վրայից Արարատ հանելը, Արարատ լեռը հանելը, եթե չարժանանա այդ ամենը դիմադրության եւ եթե առաջկա արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդը չորոշի, որ լիազորելու է այս ուժին փոխել զինանշանը եւ հանել Արարատը զինանշանից։ Ընդդիմությունը դեռ մի փոքր հնարավորություն ունի համախմբվել մի օրակարգի շուրջ, որի անունն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, սակայն, եթե այդ օրակարգի շրջանակներում ընդդիմության ներկայացուցիչները շարունակեն իրար տակ փայտեր խրել, ապա Փաշինյան ընտրություններին կվերընտրվի։ Ոնց եմ պատկերացնում է շատ պարզ։ Մենք պիտի այլևս բաց խոսենք ընդդիմադիր ուժերի մասին, ովքեր սենց պատստավկա են անում, հա, սենց փայտեր են խրում, հա, ովքեր տրոյական ձիեր են եւ ովքեր ուղղակիորեն իրենց գործունեությամբ երկարաձգում են, պահում են Նիկոլին, որտեղ ես տպավորություն ունեմ, որ այն ուժերը, ովքեր ուղղակիորեն զբաղված են ընդդիմության մնացած ուժերին եւ գործիչներին վարկաբեկելով, իրանց նպատակը իշխանություն վերցնելը չէ։ Իրանց նպատակը ընդհանրապես Նիկոլի իշխանության օրոք ընդդիմություն աշխատելն է։ Այդ մարդկանց անունները այլևս պիտի անվանապես տրվի, պիտի հնչեցվի, պիտի ասվի, որ տղաներ եւ աղջիկներ լավ չեք անում եւ ելի եմ կրկնում դեռևս շատ քիչ, բայց մի փոքր հնարավորություն դեռևս կա, որ ընդդիմությունը կարողանա համախմբվել մեկ օրակարգի շուրջ, դա բարդ օրակարգ չի, հավատացեք, ընդդիմությունը այսօր ոչինչ որ ծրագրային չգիտեմ ինչեր պիտի ներկայացնի այս պահին, հա, ընդդիմությունը մի խնդիր պիտի լուծի, պիտի այս պահին շատ փոքր, բայց դեռևս դրա հնարավորությունը վերջնականապես պարված չի, համախմբվի մեկ օրակարգի շուրջ եւ այդ մեկ օրակարգի անունն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Եթե այդ օրակարգից շեղվելով էլի շարունակելու են իրար տակ փայտեր խրել, իրար պատնոշ կատալ, Նիկոլ Փաշինյանը առանց որևէ ճիքի, հավատացեք ինձ, առանց որևէ նապրյագի 26 թվականին վերընտրվելու է։ Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
Նշանակետը անվանվել է շիական Հեզբոլլահ կազմակերպության զինված թևի շտաբ բնակարանը Նաբաթիե քաղաքի տարածքում։ Իսրայելական կողմի պնդմամբ շտաբ բնակարանի ներկայությունն այս տարածքում Իսրայելի եւ Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է։ Հեզբոլլահ ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է փորձել վերականգնել իր ահաբեկչական ենթակառուցվածքները Լիբանանում, վտանգի ենթարկելով Լիբանանի քաղաքացիական բնակչությանը եւ օգտագործելով այն որպես մարդկային վահան, հայտարարել է բանակը։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել Իսրայելին սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար, զգուշացրել է զինվորականը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը սեպտեմբերին ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Հաղորդում է Le Journal du Dimanche-ը դիմաշը հղումանելով Ֆրանսիայի հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված հարցմանը։ Հարցվածների միայն 19% է գոհ Ֆրանսիայի առաջորդի աշխատանքից, սա 5%-ով պակաս է, քան օգոստոսին հայտնում է աղբյուրը։ IFOP ինստիտուտի տվյալներով նման ցուցանիշները դարձել են բացարձակ հակառեկորդ հարցման ողջ ժամանակահատվածի համար։ Ընդհանուր առմամբ հարցման մասնակիցների 81%-ը բացասական կարծիք է հայտնել Մակրոնի աշխատանքի մասին։ Նրանցից 50%-ը լիովին հիասթափված է նախագահի գործողություններից, իսկ եւս 31%-ը ընդհանուր առմամբ դժգոհ։ Ինչպես նշում է թերթը, ֆրանսիացիների շրջանում իրենց նախագահի նկատմամբ դժգոհության զգալի աճ է գրանցվել փոքր բիզնեսի ներկայացուցիչների եւ 65 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։ Հրատարակությունը եզրակացում է, որ հասարակության տարբեր շերտերի շրջանում աճում է երկրի ղեկավարության նկատմամբ հիասթափությունը։ Իսրայելը կշարունակի ավելացնել սեփական զենքի արտադրության ոլորտում ներդրումները եվրոպական արտադրողներից կախվածությունից խուսափելու համար։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Մենք կշարունակենք ավելացնել զենքի արտադրության ոլորտում ներդրումները, որպեսզի կախված չլինենք Արևմտյան Եվրոպայի առաջնորդներից, ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն ընդգծել է, որ չնայած 2 տարվա պատերազմին իսրայելական շեկելը ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ Իսրայելում հետազոտությունների եւ զարգացման ոլորտում արտասահմանյան ներդրումները մնում են աշխարհում ամենաբարձրը Միացյալ Նահանգներից հետո։ ANSA գործակալության տվյալներով դիզայները երբեք ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի, եւ նա իր ժառանգությունը բաժանել է իր գործընկեր Պանտալեո դել Օրկոյի եւ ամենամոտ ազգականների միջև։ Ջորջո Արմանին բաժնետոմսերի 40%-ը թողել է իր գործընկերոջը, 30%-ը իր կողմից 2016 թվականին ստեղծված Ջորջո Արմանի հիմնադրամին, իսկ 15%-ը Զարմիկին եւ Զարմուհուն, որոնք ղեկավարում էին բիզնեսի տարբեր ոլորտներ։ Մնացած ազգականները բաժնետոմսեր են ստացել առանց քվեարկելու իրավունքի։ Ընդհանուր առմամբ նրա կարողությունը գնահատվում է մոտ 13 միլիարդ եվրո։ Միաժամանակ Արմանին պահանջել է, որ ֆոնդի ներկայացուցիչները 12-ից 18 ամսվա ընթացքում վաճառեն ընկերության կապիտալի 15%-ը, իսկ հաջորդ 3-ից 5 տարիների ընթացքում եւս 30-ից 54.9%-ը նույն գնորդին։ Մեկ այլ տարբերակ է ընկերությունը հանրային դարձնել 5-ից 8 տարվա ընթացքում։ Ջորջոն նաեւ նշել է, թե ում է տեսնում որպես գնորդներ։ Նրանց թվում են հայտնի շքեղ ապրանքանիշները L'Oreal, LVMH եւ EssilorLuxottica։ Նշենք, որ Արմանին մահացել էր սեպտեմբերի 4-ին 91 տարեկան հասակում եւ համարվում էր 20-րդ դարի ամենանշանավոր դիզայներներից մեկը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է, այս մասին հայտնել է Փաստինֆոն։ Հրաչյա Մուշեղյանը հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ էր մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար, որն այժմ փաստաբանական գործունեություններ իրականացնում։ Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ մեկ քրեական գործը արդեն շուրջ 1 տարի է, ինչ դատարանում է, վերաբերում է վթարի։ Ավելի քան 200 ուղևոր է տուգանվել Երևանում հանրային տրանսպորտի ծառայությունների վճարման կարգը խախտելու համար, մամուլի ասուլիսին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով այս վարչարարությունը հնարավորություն է տվել վերականգնել ֆինանսական ներհոսքը, որն ուղղվում է նույն այս տրոլեյբուսների, ավտոբուսների գնմանը եւ այս ենթակառուցվածքի պահպանմանը։ Ավինյանը նաեւ նշել է, որ օգոստոս ամսին վալիդացիաների թվի կտրուկ աճ է տեղի ունեցել մոտ 15-ից 18% եւ մինչ այս պահը շարունակապար աճում են այդ թվերը։
Այսօր կրկին հրդեհ է բռնկվելն ու Բարաշենի աղբավայրում Երևանի հրշեջ փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկներ պայքարում են կրակի տարածման դեմ։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն դեռ կրակի բազմաթիվ օջախներ կան։ Երևանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի 35-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ Երևանի տարբեր վարչական շրջաններից աղբը տեղափոխել են, սակայն չեն կարողանում մտնել աղբավայր, այն դատարկել ու գնալ հերթական աղբի հետևից, քանի որ հրշեջները դեռ պայքարում են կրակն ամբողջությամբ մարելու դեմ։ Միլիարդատեր Ջորջ Սորոսը մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ է կատարել, հայտարարել է միլիարդատեր Իլոն Մասկը։ Սորոսի հանցագործությունները մարդկության դեմ բազմաթիվ են եւ բազմազան, ասել է նա։ Ինքը Սորոսը չի հերքել, որ իր փողերն օգնել են 2004-ին Ուկրաինայում նարնջագույն հեղափոխություն եւ 2013-ին Եվրամայդան անցկացնել։ Մի շարք երկրներում նրան մեղադրել է ներքին գործերին միջամտելու մեջ։ ԶԼՄ-ներում Սորոսին կապում են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հետ։ Եվրամիությունը չի կարողացել համոզել Թուրքիային դադարեցնել ռուսական բնական պաշարների ներմուծումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիության երկրներին ուղղված կոչից հետո հաղորդում է Պոլիտիկոն։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե ՆԱՏՕ-ի երկրները միանան Վաշինգտոնի նախաձեռնությանը եւ հրաժարվեն ռուսական նավթ ներմուծելուց։ Բրյուսելը քիչ բան կարող է անել Եվրամիության անդամ չհանդիսացող Թուրքիային ստիպելու փոխել իր դիրքորոշումը։ Գրում է թերթը։ Հրատարակությունը կասկածում է, որ ՆԱՏՕ-ի անդամներին ուղղված Թրամփի կոչը դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը բավարար մոտիվացիա կլինի Անկարայի համար կտրվելու էժան էներգիայի աղբյուրից։ Հրատարակությունը նշում է, որ Թրամփը նաև Թուրքիան է ներառել երկրների ցանկում, ինչը Եվրամիության պաշտոնյաների կարծիքով մտահոգիչ է։ Իսրայելցի խաբեբաս Սիմոն Լևիվը, որի մասին Netflix-ը ֆիլմ է նկարահանել, ձերբակալվել է վրացական իրավապահ մարմինների կողմից Բաթումի օդանավակայանում։ Երկուշաբթի օրը սեպտեմբերի 15-ին հայտել է վրացական Ֆորմուլա հեռուստաընկերությունը։ Netflix-ի Tinder Swindler վավերագրական սերիալի հերոս եւ հայտի խաբեբաս Սիմոն Լևիվը ձերբակալվել է Բաթումի օդանավակայանում։ Նա միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կարմիր ծանուցագրով։ Նրա փաստաբանների խոսքով ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է։ Տեղեկությունը Ֆորմուլա TV-ին հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է հեռուստաալիքը։ Tinder Scammer ֆիլմը նկարահանվել է Felicity Morris-ը եւ հիմնված է իսրայելցի խաբեբա Սիմոն Լևիվի զոհ դարձած կանանց պատմությունների վրա։ Մի շարք լրատվամիջոցների տվյալներով նա կանանցից խաբեությամբ խլել է ավելի քան $10 միլիոն։ Ռուսաստանն իրականում չի հաղթում մարտի դաշտում, այլ պարտվում է, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։ Եթե Պուտինը հաղթեր, նա կլիներ Կիևում, Դնեպրի արևմուտքում, Օդեսայում եւ արդեն կփոխեր կառավարությունը, ասել է խորհրդականը։ Նրան խոսքով Դոնբասի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների տարածքները հաշվի չեն առնվում, քանի որ դրանք ըստ Քելոգի արժանի չեն այն կորուստներին, որոնք կրել է Ռուսաստանը։ Ուկրաինայի վրայով թռիչքների արգելված գոտի ստեղծելու նոր փորձը կհանգեցնի ռուս-ուկրաինական հակամարտության սրման։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ եւ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը Deep Dive YouTube-յան ալիքում։ Նրան խոսքով եվրոպացի քաղաքական գործիչները կրկին սկսել են խոսել այս մասին, միայն թե հետո զորքեր մտցնեն թռիչքների արգելված գոտի օգտվելով դրա կարգավիճակից։ Մակգրեգորը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակեցրել է, որ եթե Ուկրաինայում հայտնվի որևէ օտարերկրյա զորք, նրանք կդառնան ռուսական բանակի օրինական թիրախներ։ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է ավարտել ռուսների շենգենյան վիզաների տրամադրման նոր ռազմավարության մշակումը 2025 թվականի վերջին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարկուս Լամերտը։ Ինչ վերաբերում է տարեվերջին մեր ներկայացրած ռազմավարությանը, ապա նոր վիզային ռազմավարությունն իսկապես մշակման փուլում է, նշել է պաշտոնյան։ ԵՄ որոշ երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Չեխիան, արդեն դադարեցրել են Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրումը։ Այս երկրներ մուտքը պահպանվում է միայն այն քաղաքացիների համար, ովքեր ունեն չափազանց հիմնավոր պատճառներ եւ համապատասխան փաստաթղթեր։ Միևնույն ժամանակ նրանց համար բարդացվել են վերահսկողության եւ ստուգման միջոցառումները։ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապի հետ։ Այս մասին հայտնել են Մայրաթորի տեղեկատվական համակարգից։
Ասում են, թե իմ ընտանիքի որևէ հարստություն մեր իշխանության գալու հետ զուգահեռ է։ Այդ մասին գրողները չէին կարող կենտրոնական ընտրական հանձնաժողով հարցում անել եւ տեսնել, որ Տիգրան Ավինյանը 2017 թվականին հայտարարագիր է հանձնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով իր եւ իր ընտանիքի ունեցվածքին վերաբերող հարցին։ Նա նշել է, որ այդ ամենին իրենց արդար քրտինքով են հասել։ Այս մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել 7 տարի, իրար sense հետևից կատ, մինչև այդ քարը կծակվի, որ ներկայացնեմ, որ Տիգրան Ավինյանը կներեք, բայց սոված էր, ոչ մի բան չուներ, չգիտեմ, այդ ոնց է Լոնդոնում սովոր է, ավտոմեքենաները, որտեղ առանձնատունը այն ժամանակվա, որտեղ հեկտարներով տասնյակ հողերը որտեղից ասեն, որտեղից Ժորժ ջան, արդար քրտինքով աշխատած մինչև 18 թվականը եւ ասեմ ավելին հիմա մեր ընտանիքի որևէ ասենց ասեմ շատ սուր այդ հարցը դրված եղել մեր տանը որևէ բիզնես նախաձեռնություն կապ չունի ոչ համայնքի հետ ոչ պետության հետ մաքսիմալ նաեւ որոշ դեպքերում Հայաստանի Հանրապետության հետ Տիգրան Ավինյանը նաև անդրադարձել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի, Ալիևի եւ Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթին նա կարծում է, որ այդ փաստաթուղթը մեծագույն ձեռքբերում է բոլորի համար։ Ես կարծում եմ, որ օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, մեր երեխաների համար մեծագույն ձեռքբերում է։ Մեծագույն ձեռքբերում է եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար։ Սա ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար, բոլորի համար, բոլոր ժողովուրդների տարածաշրջանում բնակվող, որից հետո ենթադրվում է, որ մի լավ երկար տևական ժամանակ մենք կկարողանանք այդ խաղաղությունը ստեղծել, այսինքն դրա վրա շարունակվում է աշխատանքը, բայց դա շատ կարևոր հանգրվան էր։ Օգոստոսի 8-ը շատ կարևոր օր էր եւ ես խորապես հավատացած եմ, որ խաղաղությունը արդեն այդ հռչակագրի ստորագրմամբ մենք տենց առաջին ամենակարևոր քայլերը արել ենք։ Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն 2025 միջազգային համաժողովին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրիշ ճանապարհ պարզապես չկար, նշել է նա։ Փաշինյանն ասել է, թե Հայաստանի անվտանգության լեգիտիմությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։ Նա նշել է, թե այն, ինչ անում են իրենք արտաքին միջավայրի հետ կապված, պայմանավորված է բացառապես անվտանգության լեգիտիմության ռազմավարությունով։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի։ Բանակի խնդիրը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սեպտեմբերի 21-ի առավոտյան կմեկնի Արիզոնա սպանված պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի հիշատակը հարգելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, Քրքի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Արիզոնայի Արիզոնա Քարդինալս մարզադաշտում։ Թրամփի կողմնակից 31-ամյա Քրքը մահացու կրակոցից սպանվել է սեպտեմբերի 10-ին Յուտա Վելեի համալսարանում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ, որից հետո ողջ են մնացել կինը եւ 2 երեխաները։ Քրքը դեմ է արտահայտվել Ուկրաինային տրամադրվող օգնությանը։ Վոլոդիմիր Զելենսկուն անվանել է խաղաղության խոչընդոտ եւ ԿՀՎ խամաճիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Վոլոդիմիր Զելենսկին այնքան են ատում միմյանց, որ դա խանգարում է նրանց խոսել։ Նրանք այնքան են ատում միմյանց, որ հազիվ են կարողանում խոսել, անկարող են միմյանց հետ խոսել։ Լրագրողներին ասել է նախագահը, խոսելով եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոքի ցույց անցկացնել, սակայն ծառայության մեջ գտնվող ոստիկանների վրա հարձակումները անընդունելի են։ Մարդիկ ունեն խաղաղ բողոքի իրավունք, սա մեր երկրի հիմնական արժեքներն են, բայց մենք չենք հանդուրժի իրենց աշխատանքը կատարող ոստիկանների վրա հարձակումները կամ այն մարդկանց, ովքեր վախենում են փողոց դուրս գալ իրենց ծագման կամ մաշկի գույնի պատճառով, հայտնել է վարչապետը։ Մեծ Բրիտանիան հանդուրժողականության, բազմազանության եւ հարգանքի վրա կառուցված ազգ է, հայտարարել է պաշտոնյան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի դեմ Եվրոպայի կողմից սահմանված պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն։ Նա այս մասին ասել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքում Սպիտակ տան մամուլի ասուլիսում լրագրողների զրույցում եւ եվրոպացիների կողմից կիրառվող պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն։ Ես պատրաստ եմ պատժամիջոցներ կիրառել, բայց նրանք պետք է խստացնեն իրենց պատժամիջոցները, որպեսզի դրանք համապատասխանեն իմ գործողություններին։ Չպետք է սպասել, որ ԱՄՆ-ն գործի հակառուսական սահմանափակումների առումով լիարժեք եւ եվրոպական նավթ կգնի Ռուսաստանից, ասել է ամերիկացի առաջնորդը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները միասին գործեն եւ դադարեցնեն նրանից նավթ գնելը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու խոսքերը Եվրամիությունում Ռուսաստանի հետ պատերազմի համար Ուկրաինան պաշտպանելու համար կամավորների բացակայության մասին հայտարարել է, որ դա պետք է խոստովանվեր ավելի վաղ։ Սրանք համելաշխության կողմից տրված անվտանգության երաշխիքներ են։ Նրանք պետք է սա խոստովանեին ավելի վաղ, երբ նույն Սիկորսկին եւ նրա կինը գայթակղում էին ուկրաինացիներին արևմտյան ուղու մասին ելույթերով։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Փարիզում կամավորների կոալիցիայի ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել էր, որ Վարշավան զորքեր չի ուղարկի Ուկրաինա, նույնիսկ այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Լեհաստանում եւ Ռումինիայում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը սադրանք են ՆԱՏՕ-ի համար, այս մասին հայտարարել է ներկայացուցիչների պալատի անդամ Ռի Քրոուֆորդը։ Նրա խոսքերը մեջբերում է The Hill-ը։ Մենք միջադեպեր ենք տեսնում Լեհաստանում եւ Ռումինիայում։ Ռուսաստանը փորձում է սադրել ՆԱՏՕ-ին, չգիտեմ, արդյոք նրանք փորձում են պատասխան ստանալ Դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածով։ Իր կարծիքն է հայտնել կոնգրեսական։ Նրա խոսքով անօթաչուների հետ կապված իրադրությունները պետք է ազդանշան դառնան Եվրամիության եւ այլ երկրների համար, որպեսզի նրանք խստացնեն հակառուսական պատժամիջոցները եւ դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնելը։ Արարատ լեռան պատկերը կհանվի Հայաստանի Հանրապետության մուտքի անձնագրային կնիքի վրայից։ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց մասնավորապես Արարատ լեռան պատկերը այլևս չի լինի։ Այս նախագիծն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ։ Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, որը կառավարության քննարկման ներկայացրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի ներքին գործերի նախարարությանը հայտնել են, թե ոստիկանության աշխատակիցները շաբաթօրը ձերբակալել են Կարեն Ավանեսյանին, երբ նա իբրև թե ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ձերբակալության պահին Ավանեսյանը իբրև թե զինված դիմադրություն է ցույց տվել։ Պատասխան կրակի հետևանքով Ավանեսյանը ստացել է հրազենային վնասվածք եւ ձերբակալվել է։ Հրապարակվել է նաեւ Ավանեսյանի մասնակցությամբ կադրեր։ Սոցիալական ցանցերի հայկական դիրույթում Կարեն Ավանեսյանին ներկայացնում են որպես հոգեկան խնդիրներով անձ, ով ծանր մանկություն է ունեցել, վաղ տարիքում կորցնելով մորը։ Արցախը հայաթափելուց հետո Կարեն Ավանեսյանը մնացել էր այնտեղ։ Արցախի հարցը փակված չէ Մինսկի խմբի լուծարումով։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մայր Հայաստան շարժման անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Կլինեն աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք Ադրբեջանի հետ խնդիր ունեն եւ Արցախի հարցը պատրվակ վերցնելով, չէ, ասենք 5 հատ արցախցի տանեն, դեղ Ստեփանակերտում բնակեցնեն, զորքերը մտցնեն, ասեն իրենց իրավունքները պահպանում ենք, հա, վերադարձի համար։ Այսինքն Մինսկի խումբ որպես միջազգային հարթակ այլևս պետք չէ, հարցերը լուծում են ուժային եղանակով։ Որևէ մեկին պետք է Արցախի հարցը լուծել իր շահերից ելնելով, որպես պատրվակ, այդ հարցը կլուծվի, պետք չի լուծվի։ Սա է իրականությունը, այսինքն իրավունք որպես այդպեսին արդեն գոյություն չունի։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան 60-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 3 հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մնացականյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն եւ տոկունություն։ Այս մասին հայտնել են 3-րդ նախագահի գրասենյակից։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես իր այնպես էլ հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցների փափագն է, որ իր բնորանում Արցախահայության անվտանգ եւ խաղաղ ապրելու իրավունքի համար մեծագույն ջանք ներդրած մարտական ընկերը Լևոն Մնացականյանը Բաքվի բանտերում շինծու գործերով ապօրինաբար դատվող մեր մյուս հայրենիների հետ շուտապույտ վերադառնա հայրենիք, ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել, հաղորդում է Agence France Press-ը։ Ռուբիոն ժամանել է Իսրայել, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր. «Իմ ուշադրության կենտրոնում կլինեն պատանների վերադարձն ապահովելը, խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ուղիներ գտնելը եւ Համասի կողմից ներկայացվող սպառնալիքի հաղթահարումը։ Համասը չի կարող շարունակել գոյությունը, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է»։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Սելջուկ Բայրակթարօղլուն կայցելի Ադրբեջան, ինչպես հաղորդվում է, այցի շրջանակներում նա կմասնակցի Նուրի Փաշայի հրամանատարությամբ Կովկասի իսլամական բանակի Բաքու ժամանման եւ քաղաքը բոլշևիկյան օկուպացիայից ազատագրելու 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Քերիմ Վելիևը նշել էր. «Բանակի գեներալ Սելջուկ Բայրակթարօղլուի նախատեսված այցը կնպաստի երկու երկրների բանակների միջև կապերի հետագա ամրապնդմանը»։ Էստոնիան մտադիր է 2026 թվականին շարունակել ռազմական օգնությունը Ուկրաինային այդ նպատակով հատկացնելով ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը կազմում է երկրի հնայի 0.25%-ը։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Հանո Պևկուրը Ուկրաինայում երկօրյա այցի ընթացքում, գրում է Եվրոպեյսկա Պրավդա։ Նախարարը վստահեցրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին, որ Էստոնիան շարունակելու է աջակցությունը Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի պայմաններում։ Մենք պահպանենք այն սկզբունքը, ըստ որի մեր հնայի 0.25%-ը կուղղվի Ուկրաինային աջակցելու, նշել է Պևկուրը։ Ըստ նրա, հաջորդ տարի օգնության տրամադրման գործում առանցքային դեր կունենան Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները։ Պևկուրը նաև հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ռուստեմ Ումերովի եւ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիշկոյի հետ, քննարկելու վերջին զարգացումները եւ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության հարցերը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ժամանել է Երուսաղեմի Լացի պատի մոտ։ Հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուբիոն աշխատանքային այցով ժամանել է Իսրայել սեպտեմբերի 14-ի առավոտյան։ Պետդեպարտամենտի ղեկավարի այցը տեղի է ունենում Քաթարի մայրաքաղաքին Իսրայելի կողմից հասցված հարվածից մի քանի օր անց։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռներ են արձակել շենքի վրա, որտեղ գտնվում էին Համասի քաղաքական ղեկավարության անդամները։ Ռուսաստանը Կիրակի սեպտեմբերի 14-ին հայտարարել է Արևմուտք 2025 զորավարժությունների ժամանակ Ցիրկոն հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով հրթիռը արձակվել է Բարենցի ծովում գտնվող թիրախի վրա եւ ոչնչացրել այն ուղիղ հարվածով։ Արևմուտք 2025 զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 12-ին եւ տեղ են ունենում Ռուսաստանի եւ Բելարուսի տարածքում, ինչպես նաեւ Բալթիկ եւ Բարենց ծովերի ջրերում։ Դրանց մասնակցում են երկու երկրների շտաբներն ու զորքերը։ Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է Թեհրանի եւ Ատեմմիգի միջև համագործակցության նոր համաձայնագիրը, որը ստորագրվել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսի եւ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի կողմից Կահիրեում։ Համաձայնագրի կետերի տեքստը վերանայվել է գերագույն ազգային անվտանգության խորհրդի միջուկային կոմիտեի կողմից եւ ստորագրված ամեն ինչ ըստ էության հաստատվել է կոմիտեի կողմից։ Հայտարարության մի հատված է մեջբերում Now News-ը, ինչպես նշվում է, փաստաթղթում կոմիտեն լիազորված է գործել եւ որոշում ներկայացել ԱԳԽ-ի անունից այս հարցում։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են Իսլամական Հանրապետության եւ Ատեմմիգի միջև համագործակցությունը կասեցնելու մասին օրինագծի տեքստը։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ստորագրել է օրենքը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հերթին նշել է, որ նոր օրենքը պարզաբանում է Ատեմմիգի հետ համագործակցության շրջանակը, բայց ամբողջությամբ չի փակել փոխգործակցության ուղիները եւ այս հարցի վերաբերյալ որոշումը թողել է երկրի գերագույն ազգային անվտանգության խորհրդի հայեցողությանը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան 17-ին 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 15-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 15-ի ցերեկը 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը 17-ին 18-ի երեկոյան 19-ի գիշերը առանձին շրջաններում 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 15-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։
Քամին հյուսիս-արևելյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 2-ից 4, 19-ից 3-ը կնվազի 4-ից 5 աստիճանով։